Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, հուսով եմ բոլորդ էլ լավ եք։ Այսօր իմ հանգստյան օրն է եւ վաղը սալոնում չեմ աշխատում։ Եվ գիտեք, մեր ջերմոցային աշխատանքները արդեն սկսել են շատ լիքը սացիլներ ունենք դեռ տնկելու։ Եվ այսօր առավոտից ես տնկում եմ բարխցիները, հիմա ձեզ ցույց կտամ ինչպես են պիկերովկա անում։ Եվ ուզում եմ այսօր միասին ցանենք կանանչի ոչ թե հողի մեջ, այլ պալետների մեջ, որովհետև մեր մոտ պահանջը շատ է, անկեղծ ասած, դե մեր հաճախորդները հիմնականում ռուս են, հայերը շատ քիչ են, բոլոր հայերն էլ իրանց համար ցանում են։ Ճիշտ է, ռուսներն էլ են ցանում, բայց դե երբ որ դաչնիկները Մոսկվայից գալիս են, ուզում են ամեն տեսակի որ պատրաստի թաղարները արդեն գնել, շատ են հարցնում պետրուշկա, սամիտ, դե ուրիշ տեսակի բաներ ունենում ենք, ռեհան ենք ունենում, ճիշտ ասած որոշել եմ այսօր փորձնական մի պալետ պետրուշկա ցանեմ եւ մի պալետ սամիտ ու համ եմ ցանեմ։ Այսօր դաժե հասցրել եմ կեքս եմ պատրաստել, մի խոսքով սուրճս եմ վերցրել եկել ջերմոց, համ սուրճ խմեմ, համ էլ ճիշտ ասած աշխատանքս կատարեմ, այս երկու օրվա մեջ պետք է հասցնենք ահագին պիկերովկա անել, սիրելի հետևորդներ, որովհետև շատ մեծացել են մեր սացիլները։ Սացիլներն երբ որ շատ բարձրանում են, շատ դժվար է պիկերովկա անելը լինում։ Այսպես սիրելիներս։ Հիմա ձեզ ցույց տամ ինչպես են պիկերովկան անում։ Նայեք, սացիլները սենց իրար կպած են, հողից առանձնացնում եմ, զգուշությամբ արմատները առանձնացնում եմ, արմատներն են մեր բարխցիների։ Մի քանի հատ, այսպես ճիշտ ասած առանձնացնում եմ, նոր հետո սկսում եմ տնկել։ Բարխցիները մենք տնկում ենք 54 տեղանոց պալետների մեջ։ Հիմա ձեզ ցույց կտամ ինչպես ենք անում։ Բոլորն էլ նույն ձևով ենք անում, բոլոր սացիլներն էլ աշխատում ենք արմատներով մտցնել հողը եւ սացիլի բգերը փակել։ Աշխատում եմ երկու ձեռնոցներով, կրկնակի ձեռնոցներ եմ հագել, որպեսզի եղունգներս չվնասեմ եւ չկեղտոտեմ։ Այսպես հիմա այս մի պալետը լցնեմ սիրելիներս, ճիշտ ասած կիսատ էի թողել, տուն էի գնացել հաց ուտելու, մի քիչ կեքս թխեցի, որ գամ մնացածը շարունակեմ, ամուսինս էլ գնացել է պալետներ առնելու, պալետները քչություն են անում։ Այսպես սացիլներս հանում եմ, հեսա ձեզ արկղն է ցույց կտամ, թեպետ անցած վիդեոյի մեջ ցույց եմ տվել, այսպես առանձնացնում եմ և սկսում եմ տնկել։ Երբ որ ոչինչ չունես զբաղվելու, դա էլ իր հաճույքն ունի, նստում և քո հավեսով տնկում ես սացիլները։ Չէ՞ որ սա մեր սեզոնային եկամուտն է, սիրելիներս։ Շնորհակալ եմ բոլորից հետ անկեղծ խոսքերի, ջերմ խոսքերի, մաղթանքների համար անչափ շնորհակալ եմ, շատ հաճելի է, որ դուք ժամանակ եք գտնում եւ գրում եք անկեղծ եւ գեղեցիկ խոսքեր, որը որ շատ ոգևորում է ինձ, պահ է լինում, ճիշտ ասած, որ պրասմոտրներս քիչ է լինում, լայքերս քիչ է լինում, ասում եմ ուֆ, էլ ոչ մի վիդեո էլ չեմ տեղադրելու, հավես չունեմ, ժամանակ չունեմ։ Բայց ասում եմ, չէ, սպասի տեղադրեմ, թող բոլորն էլ տեսնեն մեր աշխատանքները ջերմոցային սիրելիներս։ Հիմա բերում եմ արդեն տնկեմ ճիշտ ասած կանանչիները։ Այսպես սիրելիներս վերցրել եմ 40 տեղանոց պալետը, որը որ պիտունյան ենք տնկում։ Հիմա ասենց մի քիչ կթեթևացնեմ հողը, մատով կքչփորեմ, չէ որ սա լցրած է եղել ծաղիկների համար, այլ ոչ թե կանանչիների համար։ Հիմա համեմ եմ ցանելու ճիշտ ասած, թեթև հող կտամ երեսը սերմերի, կփակենք սերմերը հողով, կջրենք եւ կդնենք որպեսի աճի։ Անցած տարի նաեւ մարոլն է, մեր հայկական սալաթն եմ ցանել, էլի շատ լավ աճել է։ Այսօր հողի մեջ ցանելու եմ կարմիր բողկը, ռեդիսկան, շուտահաս, վաղահաս, այսօր կցանեմ սամիտ,
Այստեղ ունեմ մի քիչ ռեհան հողի մեջ կցանեմ, այսպես ամանների մեջ լցնում եմ, ճիշտ ասած գրում եմ, որպեսզի տարբերեմ։ Այսպես սիրելիներս, հիմա մի քանի հատիկ սերմ կգցենք։ Ճիշտ ասած, երբ որ գալիս եմ Հայաստան, ես միշտ Հայաստանից ինձ համար սերմեր եմ բերում, մեր Արտաշատի շուկայից եմ առնում, մենք Արտաշատից ենք, բայց այս տարի, ճիշտ ասած, չբերեցի սերմեր, հաճախորդս գնացել էր Ղրիմ հանգստանալու, այնտեղից է ինձ բերել, թե կարմիր սոխի սերմ, այստեղ էլ են վաճառում, բայց այնտեղից է բերել իմ համար սերմերը, Սամիթի, Համեմի։ Նայեք սիրելիներս, այսպես հիմա մի քանի հատիկը գցենք, սա փորձնական եմ անում վաճառքի համար, ճիշտ ասած, այնքան շատ է պահանջը, չես հասկանում, մարդիկ ալարում են հողի մեջ, ուղղակի սերմը գցեն, որպեսզի աճի, կամ էլ ուզում են պատրաստի հենց տնկեն, արդեն արմատներով ուղղակի ջրեն։ Այսպես հողը մի քիչ կսեղմենք մեր սատիլների վրա, դե մեր հողը ինքը շատ լավ հող է, ժողովուրդ, շատ մշակված, առնում են կոմենտարի։ Այսպես համեմը կցանեմ հիմա, համեմից հետո կցանենք Սամիթը, Պետրուշկան եւ հետո ձեզ ցույց կտամ, թե ինչպես են ծլել իմ կանանչիները այս պալետների մեջ, սիրելիներս։ Դե փորձենք էլի հիմա, որ ասում եմ փորձը փորձանք չի բերի։ Փորձենք, տնկենք, այսօր արդեն մի արկղ բարխծից վերջացնում եմ պիկերովկան, այս 2 օրվա մեջ իմ առաջ պայման եմ դրել, որ 4 հատ բարխծի անպայման պետք է տնկեմ, պիկերովկա անեմ, երեկիրիկունը վերջապես վիոլաները վերջացրեցինք, վիոլայի պալետները, կասետները շատ ծանր են, ես ուղղակի նստած տնկում եմ, տղաներս կամ ամուսինս վերցնում են, որովհետև ուժս չի պատում անկեղծ ասած, որպեսզի այդ ծանր պալետները բարձրացեմ, դնեմ մի կողմ, որովհետև հետն էլ մանիկյուր եմ անում, թևերիս մեջ էլ ուժ չի մնում, բայց պետք է անենք, ինչ անենք, մեր եկամուտնը սեզոնային է, ժողովուրդ ջան։ Այսպես սիրելիներս, հեսա համեմս էլ կցանենք, կջրենք սիրում և կդնենք կաճի։ Եկեք ցույց տամ ինչքան բարխծի եմ պիկերովկա արել։ Այսպես սատիլները հանում դնում եմ կողքս, ժողովուրդ ջան, ամանի մեջ, հետո ամանները հավաքում եմ, ճիշտ ասած հողը հավաքում, դատարկում եմ մեծ ամանի մեջ, որպեսզի սեղանս մաքուր լինի։ Սա արկղի 1/3 մասն է մնացել, գրեթե արդեն վերջացնում եմ սիրելիներս, պետք է մինչև ամուսնուս գալը վերջացնեմ, իմ համար պրինցիպ է, եթե ես որոշեցի մի բան պետք է անեմ մինչև վերջ, ուրեմն պետք է անեմ վերջ։ Այստեղ էլ ունենք մի արկղը արդեն ջրել ենք, ահագին նոսր են ծլել, ճիշտ ասած մեր բարխծիները արդեն ծռվում են մի քիչ, սատիլները նայեք, ջրելուց հետո մի քիչ ծռվել են մեր սատիլները, բայց ոչինչ, հեսա արագությամբ կտեղադրեմ պալետների մեջ, սա էլ մեր հողերն են, 250 լիտրանոց սիրելի հետևորդներ, այսպես սիրելիներս, հա, այսքան արդեն բարխծի եմ դրել, մոտավորապես մի 10 պալետ, այստեղ արդեն մեր մոտ թափվող բակոպաները նայեք ոնց են մեծացել, եթե այսօր հասցնեմ, որ ասում եմ սա էլ տիրապետ է մի բան անեմ, եթե չէ կմնա արդեն վաղը։ Այսպես սիրելիներս, եղանակը հրաշք եղանակ է, զարմացնում է մեզ նաև գարնանային եղանակը, որը որ շատ շնորհակալ ենք Աստծուց, որ այսպիսի եղանակի անում ես համար բնության հետ կռիվ տալ չենք կարող, սաղ ամուսնուս գործիքներն են այստեղ լցրած, որովհետև պալետներն ենք դնում, պադոններն ենք կպցնում իրար, պադոնների վրա այդ սև կտորներն ենք, մի խոսքով հիմա շատ խառը սեզոն է սիրելիներս մեր համար, շնորհակալ եմ բոլորիցդ, լավ մնացեք, հետևորդներ, մինչ նոր հանդիպում սիրելիներս, մի մոռացեք բաժանորդագրվել և բութի կոճակը սեղմել։